Կրկին ու կրկին ողջույն, ողջույն բոլոր նրանց, ովքեր սիրում են ծով, ավազ, արև, պայմաններ, հարմարավետ հարմարություններ, համեղ խոհանոց։ Մի խոսքով բարձրորակ ու բարձրակարգ հանգիստ։ Ես Էդգարն եմ, մենք կրկին գտնվում ենք Եգիպտոսում եւ այս անգամ կբացահայտենք, կծանոթանանք, տադամ, Rixos Premium Alamein հյուրանոցի հետ, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Միասին գնանք ներս, ծանոթանանք հյուրանոցի հետ, տեսնենք թե ինչ առավելություններ ու կարևորություններ ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Ինչպես նշեցի, Rixos Premium Alamein հյուրանոցը գտնվում է Միջերկրական ծովի ափին, ամենամաքուր, այսպես ասած, պարզ ափին, կարելի ասել Եգիպտոսի Մալդիվներն է այս ափը, շուտով ցույց կտամ ձեզ, եւ նշեմ նաեւ, որ Rixos Premium Alamein հյուրանոցը բաղկացած է 6 մասնաշենքից եւ բոլոր մասնաշենքերի համարներում գործում են նույն հարմարությունները, նույն կահավորանքը եւ բոլոր հանգստացողները ստանում են նույն բավականությունը։ Հիմա կմտնենք ներս, կենտրոնական հատված եւ դուք կտեսնեք թե ինչպիսի գեղեցիկ եւ յուրահատուկ տեսարանը ձեր առջեւ բացվում։ Այստեղ գտնվում է ընդունարանը, որտեղ նույնպես մեզ դիմավորում են, գրանցում եւ ուղեկցում դեպի համարներ։ Այսպես ջերմ ընդունում են բոլոր հյուրերին։ Ընդունարանում նաև դուք կտեսնեք Rixos Premium Alamein-ի հատակագիծը, այսպես ասած, փոքր տեսակը, նախնական ծանոթություն ունենալու համար։ Այս հարկում է գտնվում նաև լոբի բարը, որտեղ կարող եք վայելել ձեր սուրճը կամ ալկոհոլային ըմպելիքը։ Կոնֆերանս սրահը, որտեղ կարող եք անցկացնել ձեր գործնական հանդիպումները կամ սեմինարները, եւ հիմնական ռեստորանը, որտեղ մատուցվում է նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Դե ինչ հարգելիներս, սկսեմ ցուցադրությունը հյուրանոցի համարների եւ առաջինը ձեզ ցույց կտամ Deluxe համարը King Size մահճակալով, որը ունի հիանալի հրաշալի տեսարան դեպի ծով։ Հիմա ցույց տամ։ Բոլոր համարներից կարելի ասել 99%, այսպես ասեմ, համարներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ծովը, տեսեք թե ինչպիսի հիանալի տեսարան է։ Բոլոր համարներում պարտադիր կան խալատներ, կներեք խալատ բառի հայերեն տարբերակայացումը չեմ հիշում, բնականաբար կա սեյֆ, պահոց, ձեր հագուստները կախելու, ձեր շորերը հարթուկելու համար նախատեսված հատված, առաջ, Սա King Size մահճակալն է, առելի մեծ, հարմարավետ, գեղեցիկ եւ հիանալի ինտերիերով, մտածված է այստեղ նույնպես, ինչպես մնացած Rixos-ներում, այստեղ նույնպես մտածված է ամեն ինչ հատիկ առ հատիկ։
բոլոր համարներում բնականաբար կա մինի բար, բարձրորակ սպասքով, բոլոր համարները օժտված են այսպիսի նորագույն ջեռուցման և հովացման համակարգով, կարգավորում եք ինքներդ, ինչքան ուզում եք, միլիմետրերով, նույնիսկ լոգասենյակը, հետաքրքիր ու նորագույն լուծումներով։ Այժմ դե ցույց կտամ դելուքս համարը, երկու մեծ մահճակալով և իր հարմարություններով։ Մտնելով ներս, աջ հատվածում մեզ մոտ լոգասենյակն է, բնականաբար նույն ձև բարձրորակ, ձևով կահավորված, բարձրորակ նյութերով պատրաստված ամեն բան։ Դռները փայտից, բարձրորակ փայտից, մի խոսքով կարելի է վայելել ամեն միլիմետրը։ Երկու մեծ մահճակալ առանձին արդեն։ Ցույց տամ հիանալի տեսարանը, որը այստեղից նույնպես բացվում է դեպի ծով, ինչպես ասացի, գրեթե 99% համարներն ունեն այսպիսի տեսարան պատշգամբից։ Համարը նույնպես կահավորված է ամեն ինչով, մինի բարով։ Դե իսկ հիմա ես ձեզ ցույց կտամ պանորամա, պանորամա սենյակը, համարը, որը որ ավելին է, քան պանորամա ասվածը, հիմա միասին կտեսնենք։ Մտնում ենք ներս, սկսեմ լոգասենյակից, բնականաբար, ինչպես ասում եմ, բոլոր համարները կահավորված են նույն որակով, նույն ձևով։ Անցնենք առաջ և ես ձեզ ցույց տամ մահճակալը king size։ Այս համարը չունի պատշգամբ, բայց ունի այսպիսի հիանալի պանորամա։ Ինչպես ասացի, համարներում ամեն ինչ մտածված է մանրակրկիտ ձևով, ստեղծված է մանրակրկիտ ձևով, բարձրորակ փայտից պատրաստված կահույքներ, նյութերը նույն ձև, ամեն բան։ Մենք տեսանք պանորամայով համարը և պանորամայով համարի մեջ կա նաև պանորամա suite համարը, որը որ ես ձեզ հիմա ցույց կտամ։ Առաջին իսկ հայացքից, երբ մտնում ես բոլոր սենյակները անուշ կերպով բուրում են, չգիտեմ ինչով է դա պայմանավորված, ինչ սիստեմ, ինչ մեխանիզմ է մտածել, սանհանգույցը, այս սանհանգույցը չունի ցնցում, բայց ունի մնացած բոլոր հարմարությունները։ Գնանք առաջ և ես ձեզ ցույց տամ ննջարանը իր king size մահճակալով ննջալոց ասեմ, այստեղի անկողինները նույնպես շատ բարձրորակ ու շատ որակյալ են անչափ նույնիսկ ցույց տամ ձեզ ննջարանի լոգասենյակը։
Panorama Suite-ի ևս մեկ առավելություն, դա այս պատշգամբն է, որտեղ կարող եք դուք նստել, վայելել ձեր սուրճը և հիանալ այս հիանալի տեսարանով։ Դե իսկ այժմ ես ձեզ ցույց կտամ Junior Suite համարը ու թե ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Կրկին ու կրկին այդ հիանալի բույրը ցանկացած որ բացելուց ես այդ բույրը զգում եմ։ Լոգարանը նույնպես առանց ցնցուղի, բայց ելի մնացած բոլոր հարմարություններով։ Նախասրահը, որտեղ նույնպես կարող եք նստել, վայելել ձեր հանգիստը։ Ննջարանը, king size աղջակալով, զգեստապահարանը, լոգասենյակը, այս համարը ունի և պատշգամբ այս հատվածից, և հիանալի տեսարան մյուս հատվածից, բայց արդեն առանց պատշգամբի։ Այժմ ես ձեզ ցույց կտամ այս հյուրանոցի ամենահամարը Presidential Suite-ը, նախագահական համարը, այսպես ասած, որը որ ունի իր առավելությունները, հիմա մտնենք ներս ու ես ձեզ ցույց տամ։ Առաջին իսկ հայացքից արդեն տպավորիչ է և բնականաբար Presidential Suite-ը պետք է առանձնանա ամեն ինչով։ Նախասրահի մոտ գտնվող լոգարանը, կրկին չունի ցնցող բնականաբար, բայց ունի մնացած ամեն ինչ։ Տպավորությունը ասես այլ մոլորակում լինես։ Presidential Suite-ը բաղկացած է երկու ննջարանից, սա առաջին ննջարանը, որտեղից բացվող տեսարանը էլ ավելի տպավորիչ է և ուղղակի հիպնոզացնող։ Տվյալ ննջարանը ունի իր առանձին բնականաբար լոգասենյակը, որն ունի իր առանձին ջակուզին։ Այժմ ցույց տամ ձեզ երկրորդ ննջարանը։ King size մահճակալով բնականաբար։
այս ննջարանի լոգասենյակը։ Իսկ հիմա ես ձեզ ցույց կտամ Royal Suite համարը։ Նախ ասեմ, որ համարը երկհարկանի է, բաղկացած է երկու հարկից, ամեն հարկը ունի իր ննջարանը, իր ամեն ինչով։ Նախասրահի լոգարանը, անչափ գեղեցիկ տպավորիչ։ Ցույց տամ առաջին հարկը, հետո կբարձրանանք միասին երկրորդ հարկը։ Այսպիսի դիզայներական հիանալի լուծում, ահռելի բարձր մեծ առաստաղ, ինչպես ասացի արդեն, այստեղ ամեն ինչ պատրաստված է բարձրորակ նյութերից։ Գնանք ցույց տամ ձեզ առաջին հարկի ննջարանը, գեղեցիկ գունային լուծումներով, բոլոր համարներն են օժտված գեղեցիկ գունային լուծումներով, ինչը որ էլ ավելի տպավորիչ է դարձնում ամեն բան։ Այժմ բարձրանանք երկրորդ հարկ և ես ձեզ ցույց կտամ երկրորդ հարկի ննջարանը և մնացած ամեն ինչ։ Սա էլ երկրորդ հարկի ննջարանը, բնականաբար king size աղջակալով, Սա էլ երկրորդ հարկի լոգարանը, նույնպես ինչպես առաջին հարկում էր։ Հիմա ես ցույց կտամ Junior Suite Access Pool հատվածը, համարը ավելի ճիշտ, որը որ ունի իր առավելությունը։ Գնացինք ներս։ Նույն Junior Suite համարն է, իր հիանալի կահավորմամբ, ննջարանը king size մահճակալով բնականաբար, ինչպես միշտ, ամեն ինչ պատրաստված է բարձրորակ նյութերից, որակի մասին ես լավ եմ։ Եվ այս համարի առավելությունը դա այն է, որ նա ունի ելք դեպի Infinity Pool կամ Infinity լողավազան։ Այսինքն այս համարում հանգստացողները կարող են դուրս գալ լողավազանի հատված։ Դե իսկ այժմ ես ձեզ ցույց կտամ ապարտամենտ երկու ննջարանով։ Գնացինք ներս։ Ահա նախասրահը։ Որն ունի իր առանձին փոքրիկ խոհանոցը, լվացքի մեքենայով, գազ օջախով կամ էլեկտրական օջախով, ինչպես հարմար է, այնպես կարող եք ասել։
Այս համարը նույնպես ունի գեղեցիկ տեսարան դեպի ծովի այս հատվածը։ Եվ անցնենք այս միջանցքով, որպեսզի ձեզ ցույց տամ այստեղի ննջարանները։ Առաջին ննջարանը, երկու առանձին մեծ մահճակալով, այս հատվածի լոգարանը, եւ արդեն շարժվում ենք առաջ, ձեզ ցույց եմ տալիս երկրորդ ննջարանը king size մահճակալով արդեն եւ որտեղից մուտք կարող եք գործել տվյալ սենյակի լոգարան։ Իսկ այժմ ես գտնվում եմ Studio Panorama View համարի առջև, մտնենք ներս, տեսնենք թե ինչ կա այս համարում։ Լոգարանը, բոլոր աքսեսուարներով և հարմարություններով։ Խոհանոցը փոքր։ Ննջարանը, որը ստուդիո տարբերակով է, զգեստապահարանը, այս համարը նույնպես կոչվում է ապարտամենտ համար, բայց արդեն մեկ ննջասենյակով, եթե երեխաների հետ չեք գալիս եք զույգերով կամ ամուսիններով, կարող եք ընտրել այս համարը, գնացի։ Դիզայներական շատ նուրբ ու շատ ճաշակով, այսպես ասած, մոտեցում ընդհանուր առմամբ այս հյուրանոցի։ Նկարները նույնպես շատ գեղեցիկ են այս հյուրանոցի։ Գնանք ննջարան։ Լոգարանը։ Զգեստապահարանը։ Սա երկրորդ լոգարանը նախասրահի մոտ, որը առանց սենսով է։ Համար ապարտամենտ արդեն 3 սենյակով, մտանք ներս։ Նախասրահի սանհանգույցը, մուտքից ձախ գտնվում է ամենափոքրիկ ննջարանը, ամենափոքրիկ հանգստացողի համար։ Իսկ այս միջանցքը մեզ տանում է դեպի մնացած ննջարաններ։ Ննջարան համար առաջին, երկու մեծ մահճակալով,
իր պատշգամբով գնանք նայենք մյուս ննջարանը։ Սա այս ննջարանի համար նախատեսված լոգարանն է։ Անցնելով առաջ տեսնում ենք երրորդ ննջարանը։ King size մահճակալով։ Եվ իր առանձին լոգարանով։ Այստեղ է գտնում նաև տվյալ սենյակի քլոզետը։ Եվ ևս մեկ ստուդիո համար կոմպակտ եւ հարմարավետ համարները սիրողների համար։ Համարը բաղկացած է մեկ king size մեծ մահճակալից, իր անհատական խոհանոցով, և բնականաբար լոգարանով։ Այժմ մենք գտնվում ենք իմ համարի պատշգամբում, որտեղից նույնպես բացվում է հիանալի տեսարան դեպի ծով, դեպի լողափ, դեպի Եգիպտոսի Մալդիվներ։ Եվ ես ձեզ ուզում եմ ասեմ, որ հունիսի 4-ից սկսած շաբաթական մեկ անգամ գործելու է ուղիղ չվերթներ դեպի Ալամեին։ Այն գործելու է մինչև հոկտեմբերի վերջ, այնպես որ դուք կարող եք առանց չարտերային չվերթների միանգամից գալ այստեղ եւ հանգստանալ։ Շարունակում ենք ծանոթությունը Rixos Premium Ալամեին հյուրանոցի հետ եւ ես ձեզ ուզում եմ ասեմ, որ այստեղ գրվում է ամեն ինչ, թե սպասարկումը, թե ընդհանուր շենքի հյուրանոցի կառուցվածքը եւ թե ամեն բան։ Այժմ ես ձեզ ցույց կտամ այն ռեստորանը, որտեղ մատուցվում է նախաճաշը, ճաշը, ընթրիքը, մի խոսքով ամեն համով բան։ Գնանք ներս։ Good morning. Thank you so much. Thank you so much. Ահա այն ռեստորանը շքեղ, որտեղ որ մատուցվում է, ինչպես ասացի, նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Բացի հիմնական ռեստորանից, Rixos Premium Ալամեին հյուրանոցում կան նաև à la carte ռեստորաններ, որտեղ դուք կարող եք վայելել տարբեր երկրների խոհանոցների համերը։ Մաքրամաքուր, իդեալական, դասավորված, պատրաստված, շատ համեղ, ինչպես Rixos հյուրանոցների մնացած բոլոր ցանցերում։ Կարող եմ ձեզ հաստատ ասել, որ համից չեք կշտանալ։ Այստեղ ամեն ինչ իսկապես շատ բաներ է, շատ։
ամեն ինչ բնական եւ մաքրամաքուր առողջ սնունդ։ Մնացածն արդեն ըստ ճաշակի օգնում չեն արդեն։ Դե քանի որ ես շատ եմ սիրում քաղցրավենիք, որոշեցի փորձեմ Rix's Premium Alamane-ի համողությունները քաղցրավենիքներից եւ ասեմ ձեզ թե ինչ համ ունեն նրանք։ Վերցրել եմ եմիշ, իրենց եմիշը շատ համեղ է, պլյուս վանիլային կրեմով, ինչ-որ պրոֆիտրոլ, փոքր բիսկվիտով քաղցրավենիք եւ մրգային ինչ-որ մի բան։ Հիմա ձեզ կասեմ, թե ինչպիսի համ ունեն նրանք։ Ամեն ինչ աննկարագրելի համեղ է։ Ես ձեզ ասեմ նաև, որ այստեղ կան ծովամթերքով ուտեստներ, տեսականը բավական շատ է, ինչպես նաև այստեղ մատուցվում է սուշի, այնպես որ սուշի սիրահարները նույնպես կարող են համեցնել։ Ինչպես բոլոր Rix's-ներում, այնպես էլ այստեղ կա անջանասպան եւ նաև այստեղ է գտնվում Gold Gym-ը։ Անցնենք ներս եւ ես ձեզ ցույց կտամ այն ներսից։ Սա անջանասպա ծառայության ընդունարանն է, որտեղ որ գրանցում են, ամրագրում են ձեր ժամը եւ ուղեկցում դեպի սենյակ, որտեղ որ պետք է կատարեն ներսում։ Տեղեկացնեմ, որ սրահը նախատեսված է առանձին կանանց եւ առանձին տղամարդկանց համար։ Իսկ ես հիմա գտնվում եմ 4-րդ հարկում ու ձեզ ցույց կտամ այս հյուրանոցի առավելություններից եւս մեկը, դա լողավազանն է։ Ցույց կտամ։ Հյուրանոցն ունի 4 լողավազան, որոնցից 3-ը բացօթյա են։ Լողավազանները տաքացվում են եւ ունեն դեպի Միջերկրական ծովը նայող գեղեցիկ տեսարան։ Ինչպես նաեւ լողավազանի տարածքում կան բարեր, որտեղ մատուցվում են համեղ, գունեղ զովացուցիչ ըմպելիքներ եւ կոկտեյլներ։ Տեսարանը այնքան գեղեցիկ է, որ ուղղակի ուզում եմ վերցնեմ ու հետս տանեմ Հայաստան, չնայած որ մենք էլ Հայաստանում գեղեցիկ վայրեր ունենք։ Բարձրորակ ու բարձրակարգ հանգիստը նախընտրողների համար ասեմ նաև, որ Rix's Premium Alamane-ը առանձնանում է նաև իր լողափով, որի երկարությունը 1 կիլոմետր է եւ այն ունի հիանալի տեսարան։ Հիմա ձեզ ցույց կտամ։ Լողափն ունի անչափ փափուկ սպիտակ ավազ, ափը նույնպես ավազով է եւ դեպի ծով կարող եք մուտք գործել հենց ափից։ Լողափն ունի հսկայական պանտոն, որտեղ կարող եք զբոսնել, ինչպես նաեւ վայելել ձեր ընթրիքը ձեր նախընտրելի ալակարտ ռեստորանում եւ հիանալ Միջերկրական ծովի աննկարագրելի գեղեցկությամբ։ Հիմա մարտ ամիսն է եւ տարվում են նախապատրաստական աշխատանքներ։ Վերանորոգվում եւ թարմացվում է ամեն ինչ, որպեսզի առաջիկա ամիսներին ժամանակ հյուրերի համար չլինի ոչ մի անհարմարություն։ Բնականաբար այստեղ նույնպես կա բեմահարտակը, որտեղ կազմակերպվում են
շոուները եւ մնացած բանը ինչ։ Հյուրանոցի մոտ է գտնում նաև հսկայական գեղեցիկ մոլը, որտեղից կարող եք կատարել ձեր գնումները։ Ասեմ ձեզ, որ մոլի մուտքը գտնվում է ահա այս հատվածից, շենքի հյուրանոցի, կարող եք մուտք գործել այստեղից։ Դե իսկ մոլի ներսում կարող եք գտնել ամեն ինչ, այն ինչ կգտնեք մոլի, ցանկացած մոլի ներսում։ Կինոթատրոններ, սուպերմարկետներ, հեռախոսների խանութ, ակնոցների, ինչը որ շատ հաճախ պետք է գալի լողափում եւ ոչ միայն լողափում։ Դեղատուն։ Այստեղ կան նաեւ բանկեր։ Rixos Premium Alamane իր տեսակով նման է նույնպես փոքր քաղաքի, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ։ Դες փոքրիկ հանգստացողների համար այստեղ նույնպես կա Rexy Kids մանկական ակումբը, որն ունի ինչպես փակ, այնպես էլ բացօթյա հատված։ Խոսելով Rixos Premium Alamane հյուրանոցի մասին, անձամբ ես վստահ կարող եմ ասել, որ այն պատկանում է հյուրանոցների այն ցանկին, որոնք որ գտնվում են ամենաբարձր սանդղակի, ամենաբարձր լեվելի վրա։ Թե իրենց մատուցած ծառայությունները, թե իրենց մոտեցումը իրենց հյուրերին, թե իրենց ունեցած հնարավորությունները էլ ավելի հիասքանչ են դարձնում այս հյուրանոցը։ Բայց ասեմ, որ բացի այդ ամենից, ամենամեծ պլյուսը տվյալ հյուրանոցի դա այն է, որ ունի հիանալի լողափ ու ունի սպիտակ ավազ, ինչը էլ ավելի գրավիչ ու էլ ավելի ցանկալի է դարձնում այս հյուրանոցը։